շատ հաճախ տարեց մարդիկ, երբ որ վարքային փոփոխություններ ունեն, բնավորության, տրամադրության, իրենք չեն ընդունում, որ խնդիրներ ունեն եւ շատ դժվար է ընտանիքի անդամներին, զավակներին նրանց թեկուզ առաջին անգամ բժշկի տանել։ Այս առումով կան ինչ-որ ունիվերսալ, այսպես ասած, լուծումներ, որ կարող են մեր ունկնդիրները լսել եւ կիրառել իրենց հարազատների համար, հետագայում էլ մենք մտածենք, որ դիմենք բժշկի, եթե առաջին ախտանշանները կլինեն։ Այո, իրոք դա շատ կարևոր հարց է։ Իհարկե այդտեղ կարելի է բաժանել, մի իրավիճակում շատ թեթև են փոփոխությունները եւ ոչ այնքան զգալի հենց այդ անձի համար եւ նա հրաժարվում է դիմել, բայց ընդհանուր առմամբ պահպանված վիճակում է եւ կարող են լինել իրավիճակներ, երբ դա արդեն ախտաբանական վարքագիծ է, մերժողական վարքագիծ է, խնդիրը ակնհայտ է, բայց չեն կարողանում բերել բժշկի, որովհետեւ էլի հրաժարվում է պացիենտը, նմանատիպ իրավիճակների հետ շատ ենք առնչվում եւ այդտեղ ինչպես դուք եք ասում, երևի ունիվերսալ ինչ-որ խորհուրդ դժվար կլինի ասել, բայց իհարկե հնարավորինս մեղմ ձևով, այսպես ասած, ցիվիլ մարդկային մոտեցումներով պետք է դա կատարվի, բացատրելով, գուցե ներգրավելով այն անձանց, ովքեր դեռ այդ մարդիկ ընկալում են որպես իրենց հարազատ եւ այլն, այսինքն ես նկատում եմ արդեն զարգացած հիվանդության ժամանակ, քանի որ հաճախ ասում են օրինակ երկու աղջիկ ունի անձը, մեկը Մոսկվայից եկել է, քանի որ մեծ ինտերվալներով չեն հանդիպում, իրեն չի ճանաչում այլևս։ Կամ չի վստահում։ Մյուսին ճանաչում է։ Միշտ խորհուրդ ենք տալիս, ում որ վստահում է, ում հետ ապրում է, նրա հետ ավելի ճիշտ է համագործակցելը, համոզելը, ինչ որտեղ տրամաբանելով բերելը։ Իսկ թեթև նշանների ժամանակ ես մի երկու խորհուրդ կտամ, պարզապես եթե կընդունեն այդ մարդիկ։ Հաշվի առեք, որ մեզ լսում են նաև հիմնականում լսում են 60 եւ ավելի տարիք ունեցող անձինք, իրենց դիմեք։ Այո, իհարկե, երբեք պետք չի, մեր կուլտուրայում կա դա, որ շատ հաճախ յուրաքանչյուր այդպիսի ինչ-որ փոփոխություն միանգամից վերագրվում է տարիքին եւ վերջ, ամեն ինչ նորմա է համարվում, որ այս տարիքում այդպես պետք է լինի։ Չի ասի, որ այդպես պետք է համակերպվել ամեն ինչի հետ։ Հետեւաբար օրինակ շատ կարեւոր է քնի հարցը հիշողության հարցերում, հա, օրինակ հայտնի է, որ կյանքի ընթացքում իրենց քունը էապես կրճատած, մասնատած մարդիկ ավելի մեծ ռիսկի խմբում են հետագայում դեմենցիա ունենալու, քան այն մարդիկ, ովքեր ավելի լավ են քնել, լիարժեք են քնել, հետեւաբար նույնիսկ հենց արդեն այդ տարիքում գտնվելիս պետք է ավելի երևի փայփայողական լինել, այդ ուղղությամբ փորձել քունը ավելի կարգավորել, շատ հաճախ հենց դրան են ասում, որ դե տարիքի հետ սկսել են վատ քնել։ Okay, դա սպասելի է, դա ֆիզիոլոգիա է, բայց դա կարելի է շտկել, կարելի է մի քիչ որոշակի եւ պետք է շտկել, հատկապես ռիսկային խմբում, երբ մենք կասկածում ենք կամ գուցե ընտանիքում կա ինչ-որ մեկը, որ արդեն դեմենցիա է ունեցել, կարելի է ավելի ուշադիր լինել այդ հարցերին, կամ սննդակարգը, անօթային ռիսկերից խուսափելը, դա միևնույն է միշտ աշխատող, այսպես ասած, ռիսկի վերահսկողություն է, եթե մենք կարողանանք անօթային այդ բոլոր ռիսկերը, խոլեստերինը, ճնշումը եւ այլն փորձենք կարգի հրավիրել։ Իհարկե կատարում ենք սանդղակային գնահատում, կլինիկական գնահատումը դա շատ լավ է, ճիշտ է, սկզբնական որպես գնահատում, բայց դա քիչ է, եթե մենք կլինիկական գնահատում ասելով հասկանում ենք հարազատների պատմածները, սուբյեկտիվ այդ ներկայացումը, այո, սուբյեկտիվ նկարագրություն, հարազատների այդ ներկայացումը եւ բժշկի զննումը եւ զրույցը զուտ ընդհանուր, բայց հետո գալիս է արդեն ավելի ստանդարտացված մոտեցում, երբ կիրառվում են որոշակի հարցարաններ։ Կան տեստեր, որոնք օգնում են մեզ ստուգել ճանաչողական ֆունկցիան եւ դրանք ստանդարտացված են։ Ինչ է դա նշանակում։ Դա ոնց որ բալային համակարգով իրականացվող սանդղակներ են, որը ունի մաքսիմալ ինչ որ քանակի այդ միավորներ, որոնք այդ անձը կարող է հավաքել, նորմայում ենթադրվում է, որ մեծ մասը մարդկանց վերին սահմանները պետք է հավաքեն այդ միավորների, օրինակ եթե մաքսիմումը 30-ն է, սպասելի է, որ 27-ից 30 կամ 25-ից 30 պետք է հավաքի այն մարդը, որ չունի կոգնիտիվ խանգարում, այդտեղ որոշակի դեր խաղում է կրթության մակարդակը, պարզապես, այնտեղ կա որոշակի շտկումների համակարգ, կախված թե ինչ կրթական ֆոնով է գալիս այդ անձնավորությունը, բայց եթե ավելի ցածր թվեր ենք ստանում, այստեղ արդեն մենք փորձում ենք հասկանալ ինչի մասին է խոսքը։ Այնտեղ կա միջանկյալ մի վիճակ, որը կոչվում է թեթև կոգնիտիվ խանգարում կամ նեյրոկոգնիտիվ խանգարում, հիմա նոր DSM
դասակարգով այդպես է DSM-5-ով, դա դասակարգումն է հիվանդությունների եւ հետո նոր արդեն գալիս է, եթե շատ ավելի ցածր ենք հավաքում, օրինակ 30-ը մաքսիմումն է եւ մենք հավաքեցինք այդ անձնավորության մոտ ստուգեցինք, տեսանք, որ օրինակ 16 է։ Դա բավականին ցածր թիվ է համարվում եւ այդտեղ մենք իրավունք ունենք համարել այն դեմենցիա։ Հատկապես եթե այդ անձը բարձրագույն կրթությամբ անձնավորություն է եւ չի կարողանում այդ շեմքը անցնել, առավել ցայտուն է դա դառնում։ Եվ ընդհանրապես դրա մասին երևի շատ է խոսվել, որ որքան ավելի բարձր է կրթության մակարդակը եւ հատկապես ինչքան շատ լեզուներ են օրինակ իմանում մարդիկ կամ տարբեր ինչ որ հմտություններ են ունենում, դա դեր է խաղում, այսինքն նրանք ստեղծում են մի կոգնիտիվ պաշար, որը եթե նույնիսկ զարգանում է դեմենցիան, շատ ավելի ուշ է նկատելի դառնում եւ իրենց կյանքում դեր խաղում։ Այսինքն կրթական ցենզը դեմենցիայի զարգացման հետ այսպիսի աղերսներ կան, այո, այդպիսի կորելացիա։ Այո։ Հետևաբար մենք այդ գնահատումները կատարելով նախ այդ պահին առաջին հանդիպմամբ, այսպես ասած, գնահատում ենք, թե ինչ սկզբնական կետում ենք գտնվում։ Դոկտոր Սամսոն, այսօր Հայաստանի առողջապահական համակարգը կիրառում է արդյոք ձեր նշված սանդղակներից որևէ մեկը եւ ընդհանրապես դեմենցիայով հիվանդ մարդը այսօր ում է դիմում եւ առաջիկայում այս ուղղությամբ ինչ որ բան փոխվում է, ես գիտեմ, որ փոխվում է, առաջին քայլերն արդեն արված են։ Անշուշտ շատ հիմա քայլեր են ձեռնարկվում, նախարարությունը նախաձեռնող խումբ ունի, աշխատանքային խումբ կա, որ աշխատում է այդ ուղղությամբ։ Հիմա փորձում ենք ավարտին հասցնել ուղեցույց, որում այդ կետերը մենք ներառում ենք, այսինքն կիրառման անհրաժեշտությունը նմանատիպ սանդղակների։ Իհարկե համակարգված չէ դրանց կիրառումը, բայց շատ մասնագետներ ունենք նյարդաբանների ասպարեզում հատկապես, ովքեր գիտեն տեստը եւ կիրառում են եւ հասցնում են եւ ունեն ժամանակ։ Ինչու՞, որովհետեւ դա առանձին այսպես ժամանակ պահանջող տեստ է, հատկապես երբ դժվարություն ունեցող պացիենտներ են դա իրականացնել, երկար է տևում եւ ոչ բոլոր օրինակ պրակտիկաներում մանավանդ շատ պացիենտ են մեկ օրում նայում, բժիշկները չեն կարող հասցնել։ Իսկ չեք կարծում, որ առաջնային օղակ այդ պարզագույն սկրինինգները, սանդղակները պիտի ինչ-որ մի պահից արդեն կիրառի, որպեսզի նյարդաբանների մոտ գնան արդեն այն բուժառուները, ովքեր հենց այդ դրա մասին է խոսում, որ շնորհակալություն, որ դա մատնանշեցիք, որ այդ իմ նշած օրինակ MMS-ի եւ MOCA թեստերը իրենք սկզբնական թեստերն են եւ անհրաժեշտություն կա ավելի խորացված թեստերով աշխատելու, դա մեր պլաններում կա, օրինակ մենք MMS-ի թեստը, որի մասին խոսում էի, արդեն վալիդացրել ենք, այսինքն ապացուցել ենք, որ նա ծառայում է իր նպատակին, նա ասելով անգլերենը վաղուց հայտնի էր, որ ծառայում է, բայց պետք է դու ապացուցես, որ հենց հայերեն տարբերակը նույնպես ծառայում է իր նպատակին։ Եվ դա մենք կատարել ենք, տպագրել ենք այդ արդյունքները Առողջապահության ազգային ինստիտուտի պաշտոնական նոր հանդեսում առողջապահության եւ բժշկագիտության հայկական հանդեսում Armenian Journal of Health and Medical Sciences այդպես է կոչվում։ Ընդ որում մենք հիմա աշխատում ենք նաեւ MOCA-ի վալիդացիայի վրա, այն արդեն տեղայնացված է, արդեն հայերենը կա, ընդ որում նաեւ կա հայերենի կիրառման այդ ինստրուկցիան, հրահանգների ադապտացիան, որը որ նույնպես կարևոր է, որ մասնագետը պարզապես այդ թերթիկով չի անում, այլ նա պետք է պատրաստված լինի, այսինքն նախապես իմանա, թե այդ ոնց է իրականացվում, դա առանձին մի մեծ հարց է եւ պետք է գոնե մի փոքր տրեյնինգ ունենալ։ Մենք պատրաստվում ենք այդպիսի տրեյնինգներ անցկացնենք, որ մասնագետները ավելի լավ ծանոթ լինեն տեստի հնարավորություններին եւ լայն կիրառեն։ Հենց մեզ ձեռք կտա, որպեսզի այն լայն տարածվի, սկրինինգային դառնա եւ արդեն կան մասնագիտացված կենտրոններ, որտեղ ավելի խորացված գնահատումներ կանցկացվեն։ Այդ դրան մենք գնում ենք։